Իրականում այն վիդեոն, որը ԿԳՄՍ-ն ընդունել է եւ կառավարությունը եւ ազգային ժողովի կրթության հանձնաժողովը որպես հիմք է ընդունել, չի բացահայտում ով է խոսում, այսինքն ասվում է, որ ուշադրություն եմ ուզում դարձնել Մարգելի դատարան հետեւյալ հանգամանքի վրա, որ տեղի է ունեցել տպագրական սխալ, որը հաճախակի է լինում, իրականում այտենց բան ես չեմ հանդիպել, որ մի էջից մյուս էջը կրակը թռնի կամ դրոշը գնա, եւ մեղավորը, ոնց կասեր Աբու Հասանը, մաշիկներն են, տվյալ դեպքում գրադիենտն է մեղավոր։ Գրադիենտը բացատրեք։ Գունային գրադիենտն է մեղավոր, մաթեմատիկայի մեջ գրադիենտը նշանակում է ձգտում, այսինքն հասկացա, նստեք։ Ես եթե ձեր թույլտվությամբ մի բան ասեմ, ունենք երկու դասագիրք, որը առաջին մասն է եւ երկրորդ մասն է, երկրորդ մասում այդ գրադիենտը մտել է ներխուժել է մեր ներաշխարհ, իսկ առաջին մասում նորմալ դասագիրք է ստացվել։ Ստեղ գունային գրադիենտը չի եղել, ստեղ եղել է։ Ստեղ նաև կա դիտավորություն, նաև դիվերսիա, որի մասին ես կուզենայի հետագայում դատաքննության ժամանակ ասել։ Հարգելի պատասխանողում դուք արտահայտեցիք բովանդակությունը լազերային դիսկի, որ անհայտ անձը խոսում է եւ ասում է մեղավորը գրադիենտն է կամ գունային գամման։ Իսկ իմ անդրադառնամ միջնորդությանը, որը դուք չեք ստացել, բայց ձեզ համար ես բարձրաձայն եմ, տեսեք ինչ է նշված, դիմում միջնորդություն։ Խնդրում եմ ձեզ, հարգելի դատարան, ուսումնասիրել իբր ԿԳՄՍ-ի կողմից չտրված պարզաբանումը դրոշի այրման մասով, որտեղ նշված են պատճառներ, գունային գամմա, գրադիենտ, որոնք իրականության հետ կապ չունեն, իրականում դրոշի նկարը, իսկ կրակի տակ հայտնվելը հատուկ է, դրա մասով անհրաժեշտ է իրականացնել փորձաքննություն, հակագծելու տեխնիկական։ Հարգելի հացվոր կողմ, հիմա ես չեմ հասկանում, սա միջնորդություն է, թե ոչ, միջնորդ եք, որ նշանակ եք փորձաքննություն, դուք ասում եք անհրաժեշտ է իրականացնել փորձաքննություն։ Ի նկատի ունեք, որ միջնորդում եք, որպեսզի դատարանը նշանակի փորձաքննություն։ Հարգելի պատվարժան դատարան, իրականում այն ինչ որ եղավ մայիսից հետո, նախանիստից հետո ես կատարել եմ ուսումնասիրություն եւ դիսկի պարունակությունը ինձ հայտնի է դարձել մոտ 1 ամիս առաջ, ճիշտն ասած այդ օֆիցիալ հասկացա։ Միջնորդության ներքևում գրել եք անհրաժեշտ է իրականացնել։ Հիմա դա միջնորդություն է, թե չէ։ Ուզում եք, որ դատարանը նշանակի փորձաքննություն, դա եք ուզում։ Ձեր թույլտվությամբ ես եւս երկու միջնորդություն էի ուզում ներկայացնել։ Ասեք քննարկենք մեկը, հարգելիս հետո մյուսը։ Այո, ճիշտ այդպես։ Ուզում եք, որպեսզի դատարանը նշանակի տեխնիկական փորձաքննություն անկախ։ Դուք չեք ասել ինչ հարցեր տանք փորձագետին։ Փորձագետին պետք է հարցեր տանք հետեւյալ։ Արդյոք սա ֆոտոշոպով դիտավորությամբ դրոշը չի բզկտվել։ Դիտավորությամբ դրոշը բզկտվել է։ Ֆոտոշոպով վերցրել են, մշակում են անցկացրել, ըստ իմ մոտ տեխնիկական կրթությունն է, պոլիտեխնիկ եմ ավարտել, կիբերնետիկա եւ կապի միջոցների մագիստրոսի կոչում ունեմ, նաեւ ասպիրանտ եմ եղել, ինձ համար անհասկանալի է ոնց կարող է ֆոտոշոպով հարցը շարադրեք, հարգելի կողմ, արդյոք սա ֆոտոշոպով դիտավորյալ հետո դիտավորյալ արված չէ։ Արված չէ։ Երկրորդ հարցը, երկրորդ ուրեմն կներեք այս պահի դրությամբ։ Երկրորդ հարցը կարել եմ։ Փորձագետին հարց, արդյոք տեսանյութում հրապարակված եղանակով հնարավոր է ստանալ վերջնարդյունքը այդ դասագրքի վերջին էջում զետեղված։ Արդյոք հնարավոր է։ Հնարավոր է նման պայմաններ տեխնիկապես տեսանյութում հրապարակված։ Այո, տեսանյութում հրապարակված եղանակով հնարավոր է ստանալ մայրենի երրորդ դասագրքի, երրորդ դասանի մաս առաջին դասագրքի վերջնամասում պատկերը։ Պատկերը եւ դրոշի բզկտումը ես կավելացրել։ Հենց կոնկրետ դրոշի բզկտումը։ Հարգելի դատարան, եթե թույլ տաք նաեւ երրորդ կետը ես ավելացնեմ, որովհետեւ կոպիտ ասած ես սրա վրա շուն եմ կերել, մշտապես
առաջարկել եմ ԿԳՄՍ-ին բացատրություն տալ, բայց իրենց կարծիքով սա վրիպակ է, նաև բացահայտել Հարցը, հարգելի։ ով է խոսում կադրից դուրս։ Ասում Արդյոք եք, որ փորձագետը կարողանա բարձր։ ԿԳՄՍ-ին հարցում կտանք, թող բացահայտի ով է խոսում։ Փորձագնությունը ուղարկելու եք փորձագետի, ոչ թե ԿԳՄՍ-ի։ Նաև այդ հարցը ով է։ համամիտ եմ։ Անում եք հարցը։ Փորձագետ իհարկե հանում եմ, տվյալ Շատ դեպքում։ շնորհակալություն։ Այսպեսով երկու հարց ստացվեց հարգելի պատասխանող կողմ, ուղարկենք փորձագնության տեխնիկական։ Առաջին, փորձագետի տալու հետևյալ հարցերը։ Առաջին, արդյոք սա Photoshop-ով դիտավորյալ արված չէ։ Սա ասելով ինչ եք հասկանում, մայրենի 3 մաս 1 Մայրենի 3 մաս 1-ի հակառակ կողմը, անպայման պետք է նշել կազմի հակառակ կողմը, որովհետև բովանդակության մասով եւս կա ապազգային բաներ, հակապետական։ Շատ լավ հասկանալի է եւ երկրորդ հարցը անդերի պատասխանող հնչեցված հարցը որ փորձագետի պետք է տրվի, եթե իհարկե միջնորդությունը բավարարվի, ես չեմ ասում կբավարարվի թե ոչ։ Արդյոք տեսանյութում հրապարակված եղանակով հնարավոր է ստանալ մայրենի 3-րդ դասարանի մաս 1 դասագրքի վերջնամասում պատկերը եւ դրոշի բացկրտումը։ Ինչ կասեք փորձագնության այս միջնորդության հետ կապված անդերի կողմ։ Պատասխանող կողմը արարքում է պատվիրժան դասը։ Շատ լավ։ Նախ ամենատարական տեսանկյունից փորձեմ հիմնավորել, եթե տեսանկյուն չի երևում, ու տեսանկյունից պարզ չի լինելու ով է դա ասում, ինչ էական նշանակություն ունի այդ գործին հավանել։ Շատ լավ, դա ասողի մասով, իսկ արդյոք հնարավոր է Photoshop-ով տեխնիկապես ստանալ այն ինչ ունենք։ Դա եթե բարդ փորձագետ ասի, դա գործը Շատ լավ, շնորհակալ։ Առարկություն կարելի է, եթե կարելի է։ Չէ, ինչի կարելի, ես լսեցիք ձեզ։ Հա, առարկությունն է, հա, Լավ, ասեք։ ասեմ, որ ինքը մասնագետ չի, ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, ինքը իրավաբանն է։ Հարգելի